Ողջույն, այսօր առաջնորդի արմատներով հաղորդման շրջանակներում մենք գտնվում ենք Jasmine Home տեքստիլ ընկերությունում և մենք կզրուցենք հիմնադիր քույրերի հետ Աննա և Անի Դարփինյանների։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Համեցեք։ Աննա ջան, Անի ջան, ողջույն։ Շնորհակալ ենք, որ հյուրընկալել եք մեզ։ Վերջերս հաճախ է խոսվում կին գործարարի կերպարի մասին, եւ քանի որ դուք մեծացել եք գործարարների ընտանիքում, հավանաբար այդ գործարարության ջիղը հենց ընտանիքից եք ժառանգել։ Եկեք խոսենք մի փոքր այդ մասին եւ ինչ արժեքներ եք նաեւ ժառանգել ընտանիքից, որոնց մինչ օրս հավատարիմ եք։ Ողջույն Գոհար ջան, շատ ուրախ ենք հրավերի համար։ Ընտանիքից աչքներս բացել ենք ու տեսել ենք արտադրություն, ծնողներից հիմնականում այդ արտադրության հանդեպ սերն է, որ մեր մեջ մտել է եւ չհանձնվելու, առաջ գնալու միշտ ձգտումը։ Քանի տարեկան էիք, երբ առաջին անգամ ոտք դրեցիք արտադրամաս, ինչ մտածեցիք եւ ինչ պատկերացումներ կազմեցիք։ Միշտ արձակորդներին էլ ձգտում էինք, որ մտնենք արտադրամաս, մենք էլ բզբզենք, ինչ որ բաներում օգնենք, ամառային արձակորդներին ընդհանրապես փորձում էինք աշխատակիցների նման աշխատել ու աշխատավարձով հայրիկը մեզ վարձատրում էր, ամեն ինչին մասնակից ենք եղել պրոցեսներին։ Ես կուզեմ նշել, որ ծնողներից ամբողջությամբ ինչ որ արտացոլվել է մեզ մոտ, դա հենց արտադրության հանդեպ սերն է, բիզնեսները տարբեր են լինում են վերավաճառողներ, ներմուծողներ, վաճառողներ պարզապես, բայց գիտենք, որ արտադրանքն է պետության տնտեսության հիմքը եւ շատ ուրախ եմ, որ հենց արտադրության հանդեպ սերը, որ եկել է մեր հիմնականում հայրիկից, նոր սարքավորումներ, նոր պրոդուկտների ստեղծում, այդ մասով կարող եմ նշել։ Բայց միևնույն ժամանակ ընտրեցիք լրիվ ուրիշ մասնագիտություններ, ճարտարապետ, դիզայներ եւ բժիշկ։ Ինչպես ստացվեց, որ այդ որոշումը կայացրեցիք եւ այդ անցումը ձեր մասնագիտություններից դեպի արդեն տեքստիլի ոլորտի մասնագետներ ինչպիսին էր։ Աննայի մասնագիտությունը երևի շատ մեզ արագացրեց մեր ընտրած ուղղությամբ շարժվելուն։ Միտքը իմն է եղել, ի սկզբանե փորձում էինք կանացի ինչ-որ մի բան մտածեինք, որ արտադրության վերածեինք, այդպես տան տեքստիլի մասով փորձեցինք բացել Հայաստանում եւ իմ միտքը ոնց որ զարգացնելով Աննան 1-2 օրվա ընթացքում երեկոյան ժամերին ուսանող ա եղել, Այո, առաջին կուրսում էի։ Այդ ընթացքում ինքը նստեց իր այդ լոգոները, փաթեթավորումներ սիրուն, մի օր եկա, տեսա արդեն պատրաստ է այդ ամեն ինչը, ոնց որ դա սկիզբ հանդիսացավ, որ արտադրությունը սկսենք։ Ինչպիսին կլիներ օրինակ Jasmine Home-ը առանց ձեր մասնագիտական հմտությունների, լրիվ ուրիշ երևի։ Միգուցե նաև չլիներ, ճարտարապետությունը ինքանով է օգնում, որ նոր պրոդուկտների ստեղծում, գծագրում, դրանց փռվածքները, ինչու՞ չէ նաև մարքեթինգի մասով, ինչպես Անին նշեց, լոգոյի պատրաստում, փաթեթավորումների, հենց իմ մասնագիտությունը հիմք է հանդիսացել, որ առաջին տուփերը ձևավորվեն ու ներկայանալի տեսք ունենան վաճառասրահներում դարակաշարերին լինելու համար, հետագայում նաև գծագրության եւ ճարտարապետության միջոցով այնպիսի պրոդուկտներ ստեղծեցինք, որոնց բացը կար հայկական շուկայում, հագուստ շատ են արտադրում, բայց մեր այն պրոդուկտները, որոնք բժշկական սարքավորումների պատյաններ եւ նմանատիպ շատ այլ պրոդուկտներ, որոնց մասին շատ քիչ է խոսվում, Հայաստանում կար այդ բացը։ Այս պահին ո՞րն է ձեր արտադրանքի best seller-ը ըստ ձեզ կամ ըստ հաճախորդների։ Best seller-ը երևի վերմակները։
այս պահին վերմակներն են։ Ինչ առանձնահատկություն ունեն հենց ձեր վերմակները։ Մեր վերմակները եւ հումքի մասով կարող եմ նշել, այստեղ արդեն գալիս է Անի մասնագիտությունը, որ ամենայն հոգատարությամբ հաճախորդների հանդեպ ընտրում են նյութերը, որպեսզի լինեն բարձր որակի, չվնասեն օգտագործողին ու նաեւ լինեն օգտակար, ալերգիաներ չառաջացնեն։ Այս մասով իհարկե Անին է զբաղվում եւ հոգ տանում։ Իսկ արդեն մոդելները, որոնցով նաև առանձնանում են մեր վերմակները, տարատեսակ կարեր, գեղեցիկ դիզայն, մշակումներ, այդ մասով արդեն ես եմ զբաղվում ու մեկս մյուսից լրացնելով փորձում ենք ստանալ լավագույն արտադրանքը։ Քույրեր լինելը ձեզ միայն օգնում է բիզնեսում։ Ինչպես դա կբնութագրեք։ Հիմնականում դժվար է ընտանիքի անդամներով ինչ-որ բիզնեսով զբաղվել, ձեր պարագայում ինչպիսին է այդ ընթացքը եւ անցումը քույրերից դեպի գործընկերուհիներ։ Մեկս մյուսից միշտ լրացրել ենք մեր ուղղվածությունները անկամայից ամեն մեկս մեր ուղղությունը ոնց որ բռնել ենք ու աշխատանքում շարունակում ենք։ Աննան ամբողջությամբ ընդհանուր արտադրությունը ծրագրերով ազինում։ Մենք փոքր լինելով, բայց ավտոմատացման կողմնակից ենք միշտ նոր ներդրումներ ենք անում, փոքր լինելով հանդերձ այլ ֆաբրիկաներում, շատ մեծ ֆաբրիկաներում պետք է նման օրինակ ծրագրեր ներդնեն ավտոմատացման հետ կապված, բայց փորձում ենք այդ ամեն ինչը մեր փոքր այս միջին բիզնեսում ոնց որ ներդնենք ու հեշտացնենք աշխատանքը։ Իսկ քույրերի մեկս մյուսից հետ աշխատանքը միշտ լրացրել ենք մեկս մյուսից։ Ճիշտ է, բախումներ լինում են ինչ-որ հարցերի շուրջ երբեմն, բայց հիմնականում նույն ուղղությամբ ենք նայում։ Անին ինձանից մեծ է 9 տարով եւ փոքր տարիքից միշտ հոգ է տարել իմ մասին ու փորձում ենք մեկս մյուսից մասին հոգ տանել նաեւ աշխատանքում ու մինիմալի հասցնել, հեշտացնել աշխատանքը։ Այսինքն դերերը արդեն բաշխված են, ամեն մեկը իր ոլորտի պատասխանատուն է եւ դրանով հենց փոխ լրացնում եք իրար։ Իսկ բիզնես սկսելիս ո՞րն էր ձեր ամենամեծ մտավախությունը, վախը, ինչից էիք, այսպես ասած, վախենում կամ մտածում, որ կարող է չստացվել։ Կարծում եմ մեր լսողներին շատ հետաքրքիր կլինի։ Ճիշտն ասած, մտավախություններ չենք ունեցել, քանի որ ոչինչ չենք ներդրել, մեծ ներդրումներ չենք արել, որ ինչ-որ բան կորցնենք ֆինանսական եւ տեխնիկական ոչ մի տենց առանձնահատուկ ներդրումներ չենք ունեցել, ընդամենը 1 կարի մեքենա ենք ունեցել սկզբանե, որ սկսել ենք ու մի քանի մետր գործվածքից, դրա համար տենց առանձնապես մտավախություններ չենք ունեցել կորցնելու կամ չհաջողելու, փորձել ենք համընթաց գնալ ու մեր ներդրումներ անել այն եկամուտները, ինչը որ աշխատել ենք այդ շրջանում, նոր սարքավորումներ ներդնել, նոր մեթոդներ, նոր ծրագրեր, դրա համար միշտ ամուր հողի վրա ենք կայնել, նոր առաջ ենք գնացել։ Մեծ ներդրումներ չենք արել, որ հետո վախենանք։ Եկեք մի փոքր պատմության մեջ խորանանք եւ հիշենք, թե որն է եղել ձեր առաջին արտադրանքը։ Արդյոք դա պլանավորված է եղել, թե ինչ որ բանով պայմանավորված։ Անկողնային հավաքածուն ենք առաջինը արտադրել։ Սկզբնական շրջանում ճիշտ ասած Ամերիկայի Միացյալ Նահանգներ էինք ուղղակի պատվերներ էինք ընդունում եւ արտահանում էինք շատ քիչ քանակությամբ մեծ քանակություններ չեն եղել բայց Աննայի ստեղծած լոգոն փաթեթավորումները այնքան գեղեցիկ էին ու տպավորիչ որ ուրախությամբ արտահանում էինք մեր հայերին Ամերիկա հայերին Այդպես մեկ անկողնային հավաքածու ենք արտադրել ժամանակի ընթացքում 1-2 մի խանութում ենք դրել ու ամիսներ շարունակ սպասում ենք որ վաճառվի։ Դա պետք է վաճառվի հսկայական մեծ խանութում չէր երևում դա քանի որ տեսականի չկար, չափսեր չկային, գունային առաջարկներ չկային, դիզայններ։ Քանի տարի առաջ էր դա։ Այս տարի 10 տարին կլրանա ամռանը։
Իսկ ինչպես կբնութագրեք Ժասմին Հոմի այսպես հաջողության գրավականը, ինչ այդ ժամանակ ստիպեց ձեզ չհուսահատվել եւ գնալ առաջ եւ ավելի մեծ ծավալներով։ Հենց նա որ մեկ ուղակի product էր դրված, ճիշտն ասած մի օր ամուսնուս հետ դեռ ամուսնացած չէինք, նշանված էինք, նա ասեց, որ չի վաճառվում, արի ես գնեմ այդ բիզնեսը դեռ չբացված փակի ու թող գնա։ Հանգիստ գնացեք։ Ու հենց այդ խոսքերը ինձ ավելի դրթեցին, որ հասկացա, որ այդտեղ տեսականի է պետք է ավելի շատացնել, կապ չունի, որ մի քանի ամիս չի վաճառվել, պետք է շատացնենք տեսականին, չափսերը եւ ընտրության հնարավորություն տանք հաճախորդին, որպեսզի գնեն եւ շատացրեցինք հասցնելով 1200-ից ավելի անուն ապրանքատեսական ու այսօր։ Ըստ պահանջարկի ընթացքում արդեն գալիս էր մտքերը, որ product-ը արդեն արտադրվի ըստ հաջորդականության, տեսնում ենք ինչը որ բացը կա, օրինակ ներքնակերեսներ, ցկվող սավոններ Հայաստանում չկային ցանկամանակ։ Եկեք խոսենք ձեր կերպարի մասին որպես առաջնորդներ։ Ձեր եւ ձեր թիմի հարաբերությունները եւ ընդհանրապես ինչ թիմ ունեք, արդյոք մեծ է, փոքր եւ ինչպես ստացվեց, որ հենց այդպիսի թիմ համալրեցիք։ Այս պահին թիմի քանակը միջև 50 աշխատակից, կանայք են բոլորը։ Այո, բոլորը կանայք են, մեկ տղամարդ աշխատակից ունենք եւ նաեւ outsource համագործակցության միջոցով ենք աշխատում, աշխատակիցներ ներգրավում։ Անընդհատ մեր թիմի աշխատակիցներին փորձում ենք ուսուցանել, սովորեցնել, իհարկե ունեն սխալվելու հնարավորություն, բայց փորձում ենք աշխատավայրը չվերածել փորձադաշտի, դրա համար նախապես արդեն կանխում ենք ուսուցումների, տրեյնինգների միջոցով, որը պարբերաբար իրականացվում է եւ մեր գրասենյակում եւ ուղարկում ենք, վերապատրաստում նաև այլ մասնագետների մոտ։ Իսկ որ ասում եք սխալվելու հնարավորություն, բնականաբար բոլորն էլ ունեն։ Հիմնականում ինչ սխալներ են լինում տեքստիլի ոլորտում, որոնք օրինակ կարող են ճակատագրական լինել, դա էլ կարծում եմ հետաքրքիր է։ Իրականում փորձում ենք մենք այսպես ասած մեր ընտանիքի ներսում, մեր արտադրամասի ներսում այդ բոլոր հարցերը լուծել, որպեսզի արտադրամասից դուրս չգա ապրանք, որը որակը չի համապատասխանում օրինակ, կամ սխալներից մեկը դա է, որ հնարավոր է ինչ որ վրիպում կարի որակի հետ կապված, բայց ավելի մեծ սխալ, որ կարող է բիզնեսին վնասել, ոչ թե մեկ հաճախորդի օրինակ, դա ապրանքների փրվածքի սխալ հաշվարկներն են, որ հնարավոր է մեկ պատվերի ընթացքում շատ մեծ քանակի գումարային եւ կորուստ լինի եւ հումքի տեսքով կորուստ լինի, այդ հաշվարկներն են, որ պետք է արդեն խիստ հետևում ենք այդ ամեն ինչին։ Արտահանման մասին խոսեցինք, որոնք են հիմնական երկրները, որտեղ որ ներկայացված է այս պահին Ժասմին Հոմը։ Այս պահին Ռուսաստանի Դաշնություն ենք արտահանում, բայց քիչ քանակությամբ մի ապրանքատեսակ է, բայց բավականին մեծ քանակությամբ վաճառքներ են իրականացնում։ Փորձեցինք Amazon-ում վաճառքներ իրականացնել, Ամերիկայում հիմա ունենք փոքրականակ, բայց սկսել ենք նոր փորձում ենք ընդլայնել ավելի։ Օնլայն մարքետներից միայն Amazon-ում, Wildberries-ում ունենք վաճառքներ, բավականին լավ վաճառքներ ենք իրականացնում, ինչքանով որ ներկայացված է այս պահի դրությամբ, բավականին լավ վաճառքներ են իրականացում։ Կայք ունենք, որի շնորհիվ օրինակ COVID-ի ժամանակ բավականին մեզ օգուտ տվեց մեր կայքը օնլայն պատվերների համար շատ մեծամասամբ ռուսներն էին օգտվում, ճիշտն ասած, այդ ժամանակահատվածում ավելի շատ կայքերից օգտվել երևի իրենք էին ու սկսեցին ավելի շատ օգտվել կայքով ու բավականին լավ էր այդ ընթացքում մեզ համար, քանի որ խանութներ գնալ հնարավորություն չունեին, շատերը բողոքում էին տնտեսվարողներից, որ այդ շրջանում հետընթաց է ապրում բիզնեսը, բայց մեզ համար մեր կայքը բավականին արդյունավետ
Այսինքն նաև կայքից վաճառքներ ձեզ մոտ լինում են եւ բավականին շատ։ Արտերկրից են պատվերներ տալիս կայքի միջոցով, այստեղ իրենց բարեկամներին նվերներ են ուղարկում, բավականին լավ ներկայացված է կայքում, արժեքային, երանգային, հանգիստ մտնեն իրենց համար ընտրություն անեն։ Մենք կշրջենք արտադրամասում, նաև կտեսնենք ինչպես է իրականացվում արտադրական process-ը։ Եկեք խոսենք մի փոքր խնդիրներից, որոնց բախվում է հայ կին գործարարը մեր օրերում։ Ինչ կառանձնացնեք եւ ինչ խորհուրդներ կտաք սկսնակ գործարարներին, սկսնակ կին գործարարներին, ովքեր դեռ իրենց առաջին քայլերն են անում բիզնեսում։ Կարծում եմ կինը կլինի դա բիզնես թե այլ ոլորտներ, չի բախվի խնդիրների, եթե իրեն դրսևորի որպես համապատասխան ձևով ամեն ոլորտում։ Մենք ինքներս չենք բախվում խնդիրների, որպես կին չենք բախվում, իհարկե բախվում ենք այլ խնդիրների, որոնց բախվում են ցանկացած բիզնեսմեն, դա կլինի կին թե տղամարդ։ Բայց որպես կին է, այդպես չեմ կարող առանձնացնել ինչ-որ խնդիրներ, որ մեզ խանգարել է կին լինելը բիզնեսում։ Մենք սիրով ընդունում ենք տղամարդ մեր ինչու չեն ամուսինների օգնությունը, առհասարակ եթե կինը իր ակունքներից չի հեռվանում, միշտ ընդունում է, որ ինքը կին է եւ ինչի՞ չէ, նաեւ օգնության կարիք ունի որոշ դեպքերում, այդտեղ ամեն ինչ իր տեղերում է մնում եւ բալանսը պահպանվում է։ Բայց մեր օրերում շատ տարածված է կանայք անդադ մրցավազքի մեջ են տղամարդկանց հետ, բայց պետք չէ մրցակցել, պետք է համագործակցել եւ մեկը մյուսին պետք է լրացնի։ Երբ որ կանայք փորձում են մրցակցել կամ անցնել տղամարդկանց, այդտեղ բալանսը խախտվում է ու ամեն ինչ գնում է սխալ ուղղությամբ։ Այո, եւ դուք համամիտ եք, որ բիզնեսը սեր չի ճանաչում։ Սեր չի ճանաչում, չէ, բիզնեսը։ Նվիրվածությունը ձեր գործին արդեն ամեն ինչ ասում է։ Ես տեսնում եմ, որ ամենօրյա ռեժիմով ըստ ձեր այսպես ներկայացրածի դուք ներառված եք բիզնեսի մեջ, ինչպես եք կարողանում համատեղել ընտանիք բիզնես այդ բալանսը։ Կիսվեք մի փոքր, խնդրում եմ։ Ես էլ Անին էլ յուրաքանչյուրս 2 բալիկներ ունենք եւ փորձում ենք առաջնահերթությունը իհարկե տալով ընտանիքին, երեխաներին ու չմոռանալով որ մենք առաջին հերթին մեր առաքելությունը մայր եւ կին լինելն է, փորձում ենք ամեն պահի նաեւ լինել մեր բիզնեսի կողքին, բիզնեսի թիկունքում, քանի որ ոչ մի բիզնես առանց ղեկավարների անմիջական ամենօրյա աշխատանքի եւ ներկայության չի կարող հաջողել։ Օգտվում ենք տատիկների օգնությունից, ինչու՞ չէ։ Այո, բոլորս։ Եվ փորձում ենք կազմակերպել մեր առօրյան այնպես, մեր նաեւ երեխաների առօրյան օրը լցնում ենք տարատեսակ ուսումնական process-ներով, նրանք զբաղվում են այդպես իրենց զարգացմամբ, մենք էլ փորձում ենք զարգացնել մեր աշխատանքը, գործը։ Բալիկները սիրում են արտադրամաս գալ։ Փորձում ենք ներգրավել, բայց առայժմ դեռ չեմ զգում այն սերը, որ մենք ենք փոքր ժամանակ եղել։ Մենք ամեն օր անցկացնում ենք մեր արտադրամասում, փաթեթավորող էինք աշխատում, գումար էինք ստանում դրա դիմաց։ Աննայի փոքրն է, մեկ-մեկ գալիս է, մեկ էլ տեսնում ենք արտադրամաս մտավ, դուրս եկավ մի հատ վերնաշապիկ կարված ակ, կամ մի հատ պայուսակ, ինչ որ մի բազմակերպում է, հերցակներին խնդրում եք արեն։ Շատ հաճելի է Աննա ջան, Անի ջան, լսել ձեր հաջողության պատմությունը եւ մեր հաղորդման վերջում, քանի որ շարքը կոչվում է առաջնորդի արմատներով, կուզենայի յուրաքանչյուրիցդ լսել, թե ինչպիսին է ըստ ձեզ առաջնորդի հաջողության պատմության այսպես գրավականը։ Եթե բանաձև կարողանանք դուրս բերենք, ինչ բանաձև ունի ձեր առաջնորդի կերպարը։ Առաջնորդը պետք է լինի իր ենթակաների հանդեպ արդար,
ճիշտ որոշումներ կայացնի եւ առաջնորդի հիմնական գերխնդիրը քաոսային իրավիճակների նվազեցումն է եւ որպեսզի այդպիսի իրավիճակներ չստեղծվեն։ Եթե ենթակաները հստակ գիտեն իրենց առաջադրանքները եւ թե վերջում ինչ է սպասվում իրենցից, ապա նրանք կաշխատեն ոչ քաոսային վիճակում եւ դա ամենակարևորն է, եթե զուգահեռներ անցկացնենք օրինակ պատերազմների, պանդեմիաների հետ բիզնեսը, այնտեղ ավելի շատ կորուստներ են լինում եւ վնասներ այն իրավիճակում, երբ որ քաոս է ստեղծվում։ Առաջնորդի գերխնդիրն է ավելի որոշակություն, հստակություն մտցնել գործում։ Կրիզիս մենեջմենտը եւս կարեւոր է, իսկ ձեր պարագայում Աննա ջան, բժշկի մասնագիտությունը հոգատարության հետ կապված աշխատակիցների ինչպես է խոսում ձեր մեջ բժիշկ առաջնորդը։ Այնպես է լինում, որ մեր աշխատակիցները այնպիսի մթնոլորտ են ստեղծում, որպեսզի հանգիստ մթնոլորտում աշխատեն։ Ցանկացած խնդրի դեպքում էլ, սխալվելու դեպքում էլ իրենք ահը սրտներին չգան ինչ-որ մի բան ասեն, բոլորի համար էլ խնդիրները բոլորս է կարող ենք բախվել խնդիրների, բայց իրենց մասնագիտական հմտությունները ամեն ինչ փորձում ենք այնպես անել, որ աշխատանքի ընթացքում հաճելիորեն աշխատեն, մթնոլորտը առողջ լինի, մեկը մյուսի հետ փոխկապակցված աշխատեն։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, աղջիկներ ջան, մաղթում եմ Ժասմին Հոմին նորանոր հաջողություններ եւ իհարկե նոր շուկաների նվաճում։ Մենք էլ ենք շնորհակալ Գոհար ջան։ Ուրախ կլինենք եւս մեկ անգամ հյուրընկալել ձեզ։